տարի ծառայելուց հետո Մելիքսեթ Գաբոյանին ժամկետից շուտ ազատել են պայմանագրային ծառայությունից, առանց այդ մասին զինկրկույկում համապատասխան նշում կատարելու։ Փաստացի Մելիքսեթ Գաբոյանը զորացրված է, իրավաբանական հաստատում սակայն չկա, ինչի հետևանքով էլ զինծառայողը չի կարողանում հաշվառվել Ախուրյանի զինկոմիսարիատում եւ ստանալ հայկական անձնագիր։ Եթե դες չեք եղնի, ուրեմն արգակցեք ինձ, ընտանիքիս, 3 երեխաներիս։ Մելիքսեթ Գաբոյանի առօրյան արդեն 4 տարի սկսվում եւ ավարտվում է իշխանական տարբեր կառույցների հետ հեռախոսային եւ նամակագրական պայքարով։ Ռուսական սահմանապահ զորքերի նախկին ավագ ենթասպան փորձում է ստանալ հայկական կամ ռուսական քաղաքացիություն։ 1994 թվականից մինչև 2004-ը նախկին ԽՍՀՄ-ի անձնագրով թիվ 20-12 սահմանապահ զորամասի հրամանատարությունը 5 անգամ պայմանագիր է կնքել Մելիքսեթի հետ, սակայն ժամկետից 10 ամիս շուտ միակողմանի լուծել պայմանագիրը, նախապես կարգապահական տույժերի ենթարկելով զինծառայողին։ Տվեցին 14-ից 15 հատ զգուշացումներ, կերձելով իմ ծառայողական քարտս, կերձելով, թողելով հիմնավոր իմ փաստաթղթերով գովասանագրերը եւ մեդալները եւ ժամացույցը, վերջում խախտելով փաստաթուղթը, կերձելով փաստաթուղթը, թողել են զգուշացումների 6 հատ զգուշացում։ Նույնիսկ արձակուրդ եմ եղել, ինձ զգուշացում են տվել։ Ծառայությունից ազատվելուց հետո զինվորական գրքույկում համապատասխան նշում այդ մասին եւ կնիկ չի դրվել, իսկ դա նշանակում է, որ զորացրված զինծառայողը չի կարող հաշվառում անցնել փաստացի բնակության վայրի Ախուրյանի զինկոմիսարիատում։ Դա իր հերթին բացառում է Գաբոյանին Հայաստանի Հանրապետության անձնագիր տալու հնարավորությունը։ Ազնագրի փոխանակման համար դիմել է ուղարկել եմ զինվորական հաշվառման հարցը լուծելու, քանի որ ինքը զինվորական հաշվառման կանգնած չի Ախուրյանի զինկոմիսարիատում։ Առաջարկել եմ, ուղարկել եմ, թող հաշվառման կանգնի, զինվորական հաշվառման, ազնագրի հարց կլուծվի։ Մենք նույնպես անցանք պաշտոնական տարբեր օղակներով եւ փաստորեն հայտնվեցինք նույն փակ շրջանում, որում պտտվում է Մելիքսեթ Գաբոյանն արդեն 4 տարի։ Զինկոմիսարիատը պահանջում է զորացրման մասին ռուսական հրամանատարության համապատասխան նշումը եւ կնիքը զինգրքույկում, անձնագրային բաժինը պահանջում է Ախուրյանի զինկոմիսարիատում հաշվառում։ Հիմա նախկին զինծառայողը գործազուրկ է, քանի որ չունի որևէ երկրի քաղաքացիություն։ Հայկական անձնագիր ստանալու մասին ժամանակին այնքան էլ չի մտահոգվել, համոզված լինելով, որ կստանա ռուսականը, սակայն ռուսական հրամանատարությունն իր հերթին է գործը ձգձգել, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայ զինծառայողը ավելի բարձր աշխատավարձ կպահանջեր։ Վերջի անգամ դիմել եմ 2007 թվականի հունվարի 22-ին։ Մինչ 22-ի արդեն գրավոր դիմելը 16-ին անձամբ եմ տվել հրամանատարին գնդապետ Կասենկոին 2007 թվականի հունվարին։ Դուք նորից ինձ հետ վերադարձրեցին, չխփեցին կնիքը։ Էն էլ առհամարական ամսու 17-ին շպրտեցին ինձ ԿՊՊ-ի դեմքից, թե ձեր ժամանակ չկա ձեզնով զբաղվելու։ Ոչ Հայաստանին, ոչ էլ առավել եւս Ռուսաստանին չի հետաքրքրում քաղաքացիություն չունեցող գործազուրկ զինծառայողի ճակատագիրը։ 2 տարի անց Մելիքսեթ Գաբոյանը կդառնա 50 տարեկան եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն առանց զինվորական հաշվառման կարող է դառնալ Հայաստանի քաղաքացի։ Սակայն նախկին ավագ ենթասպան մտադիր չէ նահանջել եւ հանգիստ սպասել իր 50-ամյակին, որպես պայքարի ծայրահեղ միջոց մնում է հացադուլը, որը նախկին զինծառայողը մտադիր է սկսել եւ սպառվեն պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ Յանը Հաջիկյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։